Հայաստանյան ընտրություններից 2 շաբաթ առաջ Ռուսաստանը տնտեսական սահմանափակումներ է կիրառում Հայաստանի նկատմամբ, արգելելով մի շարք հայկական ապրանքատեսակների մուտքն իր շուկա։ Հայկական շուրջ 100 բեռնատարներ օրեր շարունակ կանգնած են Ռուսաստանի մուտքի մոտ։ Վարորդներն իրենց տարիների փորձից են եզրահանգումներ անում։ Սա քաղաքական ճնշում է։ Կան մեջները կոյնակ հայկական թղթերը ինչեւ մեզ 3-4 չեն բերում, որը սպասում են 18-ի, որը վազրատի։ Մեզ ամեն ինչը նախազգուշացում է, որ ինչ կսպասվի մեզի այլ տարբերակ ընտրելու դեպքում։ Վերջին շրջանում ռուս պաշտոնյաներ գրեթե ամենօրյա ռեժիմով Հայաստանին հորդորում են արագ կողմնորոշվել Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև։ Պաշտոնական Երևանը դեռ չի շտապում, ասում են, որոշում կայացնելու պահը չի եկել։ Այս շաբաթվա վերջին Աստանայում կկայանա ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ ըստ ռուս պաշտոնյաների Հայաստանի կարգավիճակի հարցն է քննարկվելու։ Քարոզարշավի մեջ գտնվող վարչապետ Փաշինյանը չի մասնակցի նիստին, փոխվարչապետը կգնա։ Մինչ այդ արդեն մի քանի օր է ինչ Հայաստանում են Ռոսսելխոզնադզորի աշխատակիցները։ Հայ գործընկերների հետ 8 ջերմոց եւ 4 ձկնաբուծարան են ստուգում։ Սրանք այն ընկերություններն են, որոնց ծաղիկներում ըստ Ռուսաստանի օտար մարմիններ են հայտնաբերել, իսկ հայկական կարմրախայտն էլ կասկածելի քաշ է ունեցել։ Ստուգվելու են Հայաստանից Ռուսաստան ներմուծող բուսասանիտարական ենթահասկման եւ ձկնաբուծական արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ օրենսդրության պահանջներին։ Ստուգումներն ավարտվելուց հետո դրանք կամփոփվեն, ռուսական կողմը կներկայացնի նաեւ հայկական կողմին դրանց արդյունքները։ Ռուսաստանի սահմանին սպասող հայ վարորդներն Ազատությանն ասում են, Վերին Լարսի անցակետից մոտ 5 կիլոմետր ներքև գտնվող Չմի գյուղի ժամանակավոր մաքսային տարածք են տեղափոխել հայկական բեռնատարները, որ հիմնական անցակետը մյուս մեքենաների համար ազատ պահեն։ Փաստաթղթերս չկա, արհեստական ինչ-որ իրավիճակ է ստեղծվել հիմա։ Ես այս արհեստական իրավիճակի մեջ հասկանում եմ, որ կարող այնպես լինի, որ մտածված բեռն են քչացնում, որ ինստանցիա մոտիկանում են, ոչ մեկ չի ուզում պատասխանի։ Սպասի։ Աչքիս առաջ 5 հատ ծաղիկ, 2 հատ ելակ, 1 հատ ձուկ, 3 չառաջորի մաշկի առաջ ետ դարձրին։ Անանուն մնալու պայմանով բեռնատարների վարորդներից մեկը պատմեց, շուրջ 10 մեքենայով մոտ 190 տոննա պղպեղ էին փորձում Ռուսաստան տանել։ Չի հաջողվել, թեև Հայաստանում ստուգում են անցել, բեռները խնդիր չեն ունեցել։ Նույն արտահանողի բեռով եղել ենք 9 ավտո, 9-ից մեկը ես եմ, որը որ դեռ փաստաթղթերս չկա, ինձ ետ չեն դարձրել։ Ինձ հետի բոլոր մեքենաները ստացել են ետ դարձի ակտը, որ պետք է ապրանքը հետ վերադառնա Հայաստան։ Այդ մեքենաներն էլ ինձ հետ Հայաստանում անցել են ֆիտոզննում ու ստացել են ֆիտո, որ բանջարեղենի մեջ հիվանդություն չկա։ Եթե հենց հիմա ինձ արդեն հետ վերադարձնեն, մոտ 5 օրից շուտ ես չեմ հասնի Հայաստան։ 11 օր հետո պղպեղը, չգիտեմ, բերեցինք Հայաստան, ինչ է լինելու։ Ռուսաստանն այս պահին սահմանափակել է հայկական ծաղիկների ներմուծումը, ջերմուկ հանքային ջրի եւ մի քանի ընկերությունների ալկոհոլային խմիչքի վաճառքը։ Ընդդիմադիր падգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր ահազանգեց նաեւ, թե Բագրատաշենի անցակետից Հայաստանի ՍԱԱՏՄ-ն հետ է ուղարկել Ռուսաստան արտահանվող ելակը պատճառաբանելով, թե արգելված նյութ են հայտնաբերել բեռում։ ՍԱԱՏՄ-ից Ազատությանն ասացին, դա իրենց ամենօրյա աշխատանքն է, արտառոց վիճակ չէ։ Իսկ անորոշ ժամանակով Ռուսաստանի սահմանին մնացած հայ բեռնափոխադրողներն այս ընթացքում իրենց վնասներն են հաշվում ու պնդում, քաղաքական այս տարաձայնությունների պատճառով գործարարներն են տուժելու։ Սա հենց ինքը քաղաքական ճնշումներ է։ Հիմա ոնց հասկացանք ընտրությունների հետ կապված Հայաստանում փորձում են Ռուսաստանը իրենց ուժերին հավաստանը բեռնափոխադրողների միջոցով փորձում են ազդել ընտրությունների վրա։ Անցած տարի Հայաստանը 53 միլիոն դոլարի ծաղիկ է արտահանել, հիմնականում Ռուսաստան, 5 տարի առաջ արտահանումը ընդամենը 7-4 միլիոն դոլարի էր։ Վարչապետ Փաշինյանը երեկ որպես արտահանման այլընտրանքային ճանապարհ նշել էր Ախալքալաք Կարս երթուղին, ասելով, որ այն Ադրբեջանի երթուղու նման արդեն բաց է արտահանումների եւ ներմուծումների համար։ Թեև Փաշինյանը սա մեծ իրադարձություն է համարել երկրի տնտեսական կյանքում, բեռնափոխադրողներն ասում են ժամանակը ցույց կտա, բայց առայժմ ըստ նրանց ամենամոտ ու ամենամեծ շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը։ Ոմանք էլ կարծում են, որ այլընտրանքային շուկաների վերաբերյալ այսպիսի հայտարարությունները գուցե թուլացնի լարվածությունը։ Բոլորն էլ գիտակցում են, որ մեր տնտեսությունը առանց ռուսական շուկայի չեն կարող այս ապրանքը ոչ միտեղ արտահանել։ Այլընտրանք որ լինի, իմ կարծիքով ստեղը իրենց վերաբերմունքը կփոխվի։ Օր-օրի վրա ավելի աբարտանում վիճակը։ Եվրոպան հեռու է, լոգիստիկ խնդիրներ միևնույնն է կան, ասում են նրանք, ու հավելում մեծ է նաև մրցակցությունը
է։ Օրինակի ծաղիկ, որ երկիր ենք արտահանելու, եթե համաշխարհային բիրժան գտնվում է Նիդերլանդներում։ Այնտեղից են մարդիկ ծաղիկը գնում, սացիլները, սերմերը այնտեղից են գնում։ Ուր ենք արտահանելու։ Հիմա ես այս պղպեղը ուր եմ արտահանելու, որ երկրից են այս պղպեղը մեզանից գնելու։ Եվրոպան ունի Իսպանիայի պես երկիր, Հունաստան, Իտալիա, այդ երկրներն են ապահովում մի բանջարեղենը։ Ռուսաստանի սահմանին օրերով կանգնած բեռնատարների վարորդներից մեկն ասում է, երբ փորձում են ռուս մաքսավորներից հստակ ժամկետներ իմանալ, իրենց ոչ թե խոսքով են պատասխանում, այլ շատ թափանցիկ ակնարկ են անում։ Հարցնում ես մաքսավորին, լավ, ինչի ասեն։ Ոչ մի բառ չի ասում, ծիծաղալով սրտի կա անում։ Դե թողնում ենք սա արդեն հանելուկ, թող լսողները իրանք կռահեն, ինչ ասել սրտիկով։ Գին էլ չէր, որ ասեմ, ես իրան հաճելի էի, ինձ սրտի կարեց։